Star News-ն առաջինն էր տեղեկացրել, որ երգիչ դերասան Կարեն Ասլանյանն ու նրա սիրելին Աննան սպասում են իրենց առաջնեկին։ Եվ ահա, արդեն այսօր լույսաշխարհ է եկել զույգի առաջնեկը, նրանք դուստր են ունեցել։ Այդ մասին Կարեն Ասլանյանը հրապարակում է արել սոցիալական հարթակներում։ Նա խնջույք է կազմակերպել, որտեղ հավաքվել են բոլոր իր ընկերները։ Star News-ը շնորհավորում է զույգին և ձեզ առաջարկում դիտել ուրախ տեսանյութեր։ Վերջին շրջանում Կարեն Ասլանյանը բավականին պասիվ է սոցիալական հարթակներում։ Միայն ամիսներ առաջ նա նշել էր, որ հարսանիքից հետո որոշակի ավելորդ քաշ է հավաքել, սակայն նա ինքն իր վրա կաշխատի և կրկին նրան իր սիրելի հեռուստադիտողը կտեսնի էկրաններին։ Բարի կեսօր սիրելիներս, անկեղծ ասած ձեզ շատ եմ կարոտել ու այս ընթացքում, այս եթերային դադարի ընթացքում ես բազում հարցերի լուծումներ տվեցի, կարգավորեցի անձնական կյանքս և ամենակարևորը հավաքեցի ավելորդ քաշ, որից սկսում եմ ազատվել, որովհետև պետք է սկսենք նախագծեր, հեռուստասերիալներ, 25 մասանոց ֆիլմեր, նշեմ հովանավորները և նկարահանման տեխնիկան ամբողջ ընթացքի մեջ է և արդեն կարծում եմ մոտ ամիսներ հետո եթերային դադարը կավարտվի և Ասլանյանը իր լավագույն ֆորմեն դե գիտեք որն է, մարմնի կառուցվածքը կվերադառնա եթեր։ Նշեմ այս ընթացքում շատ են եղել առաջարկները, բայց քանի որ ես պատրաստ չեմ եղել թե հոգեպես, թե ֆիզիկապես նկարահանվելու այդքան նախագծերից հետո։ Չնայած նրան, որ Կարեն Ասլանյանը մեծացել է ապահովված ընտանիքում, այնուամենայնիվ նա նշել էր, որ իր ընտանիքն էլ բավականին դժվարությունների միջով է անցել։ Իր հարցազրույցներից մեկում Կարենն անկեղծ ասել էր հետևյալը. «Մենք շատ դժվարություններով ենք անցել։ Նենց չի, որ մեր կյանքը հեշտ է եղել։ Իմ հայրը իր ամբողջ կյանքում աշխատել է ու հիմա էլ է աշխատում։ Ռուսաստանում ենք ապրել։ Ես իմ առաջին դասարանը գնացել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ենք Հայաստան։ Դրանք իրականում սթրեսներ են վաղ շրջանում, բայց հայրս ամեն ինչ արեց, որ կարողանանք այստեղ մնալ ու իր երեխաները հայ մնան ու հայկական մենթալիտետով մեծանան։ Եթե անգամ մեր մոտ շատ վատ լինի, ես միևնույն է ասելու եմ, որ շատ լավ է, որովհետև ես երբեք ցույց չեմ տա իմ խնդիրները, ցույց չեմ տա, որ ինչ-որ բան վատ է։ Վատը ես իմ ընտանիքում, իմ ընտանիքի հետ կհաղթահարեմ ու ամեն ինչ կլինի լավ։ Ես լացող մարդկանց հոգեբանությունը չունեմ, ոչ էլ մեր ընտանիքը։ Եղել է պահ, որ մեզ մոտ այնպիսի վիճակ է եղել, որ մտածել ենք ոնց ենք այս վիճակից դուրս գալու, բայց Աստված այնպիսի դուռ է բացել, որ ամեն ինչ լավ է եղել։ Երբ դու քո քրտինքով ես անում, երբ չես խաբում ոչ քո պետությանը, ոչ քո ընկերներին ու անում ես քո աշխատանքը, այդ ժամանակ Աստված օգնում է։ Ամենաբարդ էտապը եղավ, երբ սկսվեց ճգնաժամը 2008-2009 թվականներին, երբ եղավ դոլարի տատանումը, իսկ մեր գործը միշտ կապված է եղել դրսի հետ։ Այդ ժամանակ դժվար փուլ սկսվեց։ Նման փուլ եղել է նաև 90-ականներին, ես 6-7 տարեկան էի, գնացինք Ռուսաստան, հետո հետ վերադարձանք։ Դերասանը շատ չի խոսում իր ընտանիքի մասին, սակայն հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ իր կյանքի ամենակարևոր կինը մայրն է։ Մայրս ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Մարդ, որին կարելի է սիրել ու երբեք չմտածել, որ կարող է սխալվես, որովհետև սերը մոր հանդեպ մի ուրիշ աշխարհ է։ Համենայն դեպս ինձ համար իմ իդեալը
իմ մայրն է, անկեղծացել էր Կարեն Ասլանյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ հոլովակ առանց մեկնաբանության։ Մենք բոլորով հավաքվել ենք այսօր Հայաստանից դուրս նշելու ձեր հասարակությունը, լսելու այս ուրախությունը, թողնում միշտ երջանիկ լինեք ու միշտ ուրախ որ այսօր եք։ Աստված օրհնի ձեզ ու այսօրը ձեր ուրախությունը։ Բրավո։